Ողջույն, այսօր ես ձեզ ցույց կտամ, թե ոնց տիրամիսուն հավաքենք բաժակի մեջ։ Ցանկալի է բաժակը լինի թափանցիկ, որովհետև ավելի գեղեցիկ է նայվում, երբ որ երևում է պեչենին, բիսկվիթը մեր դեպքում եւ կրեմը։ Շատ գեղեցիկ է նայվում։ Դրա համար մեզ պետք է պեչենիները արդեն իսկ ջարդված տեսքով, օգտեն անպայման և իհարկե կրեմը։ Գնացինք։ Ամենակարևորը, որ ներքևի հատակում ինքը ոչ քիչ լինի և ոչ շատ։ Դա ամենակարևոր մասն է։ Եթե շատ ենք անում, ինքը իր համն է կորցնում, որովհետև արդեն չենք զգում համը պեչենիների։ Այս ձևի պետք է լինի։ Պեչենին թաթախում ենք կոֆեի մեջ, ոչ բոլորը, ոչ կեսը, ամենավերևի հատվածով մի քիչ, որովհետև ինքը իջնում է կոֆեն ցած, իսկ եթե ինքը շատ լինի, նա կզգացվի կոֆեի համը։ Ու դրվում է անպայման կոֆեի արած արդեն շերտը վերևի մասը։ Իսկ ներքևի հատվածը պետք է չոր լինի, չոր մասով դնում ենք կրեմի վրա։ Ու այս ձևի շերտավոր իրան հավաքում ենք։ Կրեմը չենք էկոնոմից չենք անում, ինչքան շատ այնքան լավ, բայց իհարկե չափի մեջ։ Սենց մեր բաժակի մեջ տեղավորվում է 3 շերտ։ Էլ եմ ասում, ամենակարևորը կոֆեն չարաշահեք, որովհետև ինքը լրիվ իր համը կորցնի։ Ոնց ասում են, ամեն ինչը չափի մեջ և գեղեցիկ է, և համով է։ Եթե ուզենաք, հաճա ըստ ցանկության լինում, կարող եք իրան կեսը հավաքել, իսկ քանի որ ես շատակեր եմ և քաղցը շատ եմ սիրում, ես միշտ հավաքում եմ 3 շերտավոր։ Ու մի նրբություն էլ այստեղ կա, եթե դուք առաջի շերտ դրեցիք այս ուղղությամբ պեչենիները, երկրորդ շերտը պետք է լինի, ինքը լինի արդեն հակառակը, որ դրելուց ինքը մենակ մի կոմի վրա չլինի պեչենիները։ Վերևի շերտում չենք ափսոսում։